Հանձնաժողովը ներկայացրեց, որպեսզի նախարարությունը իրականացնի ոչ ֆինանսական ցուցանիշների գծով դրա արդյունավետության չափման գործընթացը։ Ցավոք սրտի դա մենք չկարողացանք, որտեղ իրականում մենք խոսում ենք, մենք բերում ենք փաստային տվյալներ, պարոն Արությունյան, ձեր հարցն եմ շարունակում, բայց մենք արդյունքը չենք կարողանում հասկանալ։ Հիմա ուզում եմ նույն ձևի այդ թեմայով առանց ՓՄԶ-ին հասնելու, որովհետև ինձ համար անհասկանալի է։ Ես շատ կուզեմ իմանալ այդ տեղեկատվության հաստատության եւ ոչ խեղաթյուրման խնդիրների հետ կապված պատասխանատվության, մարդկային պատասխանատվության նաեւ խնդիր։ Հիմա ես կսկսեմ արտահայտել։ Ձեր ներկայացված ծրագրերից մեկը ասացիք, որ արտահանման ուղղված շրջանակներում 3 միլիարդ դրամի դուք աջակցություն եք ցույց տվել, սուբսիդավորել եք տոկոսադրույքները, որպեսզի նրանք իրականացնեն 1.9 միլիոնի արտահանում, ոսխալ չեմ լսել, դե 19 միլիոնի, այսինքն 3 միլիարդ դրամի մենք ֆինանսավորում ենք տրամադրում, որոնք են այդ կազմակերպությունները, որ ստացել են այդ արտահանման ուղղվածության հետ կապված նորություն կնում տոկոսադրույքների իջեցման, սուբսիդավորում եւ ինչքան ծավալի արտահանում են իրականացրել։ Սա մեկ հարց։ Կոնկրետ, հիմա ուզում ենք հասկանալ։ Եթե մենք հայտարարել ենք իրականում պայքար կոռուպցիայի դեմ, դա պետք է լինի շոշափելի եւ տեսանելի։ Կոնկրետ, բազմա ֆունկցիոնալ եւ այդպես օդի մեջ չունի։ Մյուս հարցը, ինձ որ շատ բանանում հետաքրքրում է, այս տեխնոպարկերն ինչ եղան, այս մի գլուխ փող են ծախսում, այս ինչ է, կարեք ինձ բացատրեք։ Անընդհատ, պերմանենտ, վարկ ստացանք, եթե վարկերը ծախսեցինք, անընդհատ տալիս ենք դրանց գումար։ Կարող ինձ որևէ մեկը շոշափելի բացատրի, դա ինչ է։ Ինչ է։ Ես չեմ կարողանում հասկանալ։ Ասում են, որ դա պետք է մենք տեխնիկական Պարոն Ավետիսյան, դուք Գյումրիից եք, Գյումրու տեխնոպարկ ինչ է անում։ Ինչ է գործում, ինչ է անում։ Մենք աշխատավարձը տալիս ենք, իրանք աշխատավարձը տանում են, ինչ են անում։ Կարանք սա հասկանալա պետք։ Օրինակ չէ, եթե պետական բյուջեից պետք է մենք աշխատավարձ տանանք, ինք ավելացված արժեք չստեղծի, հավելյալ։ Սա կուզեի ես հասկանալ։ Որովհետև մենք գիտենք, որ սրա համար վարկային ռեսուրսները մենք վերցրել ենք, ամեն տարի պետական բյուջեով դնում ենք, եթե մենք պետք է հարկերը ավելացնենք, բեռը բարձրացնենք ու մարդկանց դրանցով աշխատավարձ տանք, կապլից է։ Հիմա ասում եք 1.2 միլիոն մարդ է եկել։ Ես ուզում եմ հասկանամ այդ 1.2 միլիոն մարդը գալու դեպքում, ինչի է մեր, սպառում ենք նու, ինչի է մեր, հյուրանոցների գները բարձրանում, ինչի է մեր մոտ անշարժ գույքի գին ընկնում, ես ինչ է տեղի ունում։ Օրինակ ես գիտեմ, որ դրանք հակառակ էֆեկտներ պետք է տան։ Հիմա ինձ հարց եմ տալիս, առանց որևէ բանի մտածելու։ Եթե մենք դրա համար կարանք հավաքվենք մտածենք, վերջիվերջո պետք է ստապենք կոնկրետ քայլեր։ Հարց եմ տալիս 1.2 միլիոն տուրիստ է եկել։ Ասում եք։ Այսինքն մեր, եթե մենք վերցնենք մեր աղքատության տոկոսը, հաստատի դրանք վճարունակ քաղաքացի մոտավորապես ծավալը հեչի պես եթե պետք է չավելանար, մոտավորապես 20-ից 30%-ով։ Այդ դեպքում կներեք, մեր սպառում ինչի անում։ Ես ինչ ֆոկուս է։ Հիմա ամենամեծ ֆոկուսը ասեմ, սպառումներու դեպքում էլ, ես վերջերս սկսել եմ հարկերը ավել, հարկային բաներ ավելանալ, գումարներ ավելանալ, մուտքեր ավելանալ։ Տնտեսագիտական ինչ-որ բաներ, միասնները տեղի ունենում, ասես որ լուրջ խորանում ես, կարող եմ միանգամից լուրջ առողջական պրոբլեմներ ունենաս։ Ես պարոն Քոքոբելյանի հարցին ասեմ ես ձեզ, միջայլոց ասեմ, էկոնոմիկայի նախարարության տեղ խնդիր չկա, պարոն Քոքոբելյան։ Մենք բազմից ասել ենք, այմա տնտեսական մրցակցության հանձնաժողովը կգա, պարոն Քոքոբելյանի ասածը ուղղակիորեն կապված է ոչ թե էկոնոմիկայի նախարարության, այլ տնտեսական մրցակցության նախարարության հետ կապված, որտեղ դեմպինգ են իրականացնում համաձայնությունների միջոցով։ Հա, այդ ուրիշ բան է, այդպես ասեք, որ ինքը ճիշտ հասկանալի չասեք դուք։ Այսինքն խնդիրը դրա մեջ է կան, իրականում դեմպինգ է տեղի ունենում այդ ոլորտում։ Հակամրցակցային համաձայնություն է գնում։ Ես ասեմ, որ նախապատրաստվել եմ, սա է ուզում, սրանք է ուզում հասկանալ, ես կարող լավ չեմ հասկանում, չգիտեմ։ Կարող եմ պատասխանել։ Շնորհակալություն, որոնք են այն կազմակերպությունները, որոնք որ արտանման աջակցության ծրագրի Ես նշեցի, որ տրամադրվել է 13 արտադրատեսակի միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում 27 միլիոն դրամ, այսինքն երբ որ կազմակերպությունները դուրս են գալու։ Մյուսը
Ծրագրի շրջանակներում 16 ընկերությունների տրամադրվել է վարկի տոկոսադրույքի 3% սուբսիդավորման աջակցություն։ Վարկային փաթեթը ընդհանուր կազմել է 2 միլիարդ 106 միլիոն դրամ։ Վարկային փաթեթի դրա տոկոսադրույքի սուբսիդավորում է գնացել։ 9 ընկերությունների, 19 միջազգային ոլորտային ցուցահանդես եւ եթե անհրաժեշտություն կա այդ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն որևէ խնդիր չկա, մենք կարող ենք դա ներկայացնել հրապարակել, այստեղ Ես պարոն Մինասյան, իմ հարցադրումս ավելի ճշգրտեմ, որ ասեմ։ Գիտեք ինչ կա, ես ինչ եմ ուզում հասկանամ, մենք պետական բյուջեով գումար ենք նախատեսում մեր հարկատուների հավաքած գումարները տալիս ենք, որպեսզի արտահանումը խրախուսենք։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այդ արտահանման խրախուսման համար մենք ինչքան գումար ենք տվել, որ մարդկանց տոկոսադրույքի չստում ենք, իրանք ինչքան արտահանում են իրականացրել։ Հենց դա էֆեկտը։ Հենց դա այնտեղ հարցի երկրորդ մասը գալիս է, երբ որ դրանք համահունչ չեղան ու մենք տվել։ Եթե համահունչ են, մենք խնդիր չունենք։ Այսինքն ինչքան գումար ենք մենք տվել արտահանում իրականացնողների, տոկոսներն իջեցրել ենք, բանկի տոկոսները, բարձ խոսենք, որ հասկանալի լինի։ Այդ մարդիկ ինչքանի արտահանում են իրականացրել։ Ընդհանրապես սա։ Եթե ինքը 11 միլիոն կամ 2 միլիոն դոլարի համար ինքը տոկոսադրույքի իջեցում հաստատել կներեք էլի։ 15 թվականի ընթացքում արտահանման այս սխեմայով աջակցություն ստացած արտահանման ծավալը 2 միլիոն ամերիկյան դոլար է եղել։ Հիմա այս տարի մենք զարգացրեցինք համակարգը եւ արտահանման աջակցության նոր գործիքակազմ է մտել, որը նաեւ 4 ամսվա ցուցանիշներ ցույց է տալիս, թե ինչպիսի դրական զարգացումներ մենք ունենք արտահանման առումով։ Հիմա ամբողջ խնդիրը հետեւյալն է, տոկոսադրույքի սուբսիդավորումը, որ նախորդ տարի կիրառվում է, հետեւյալն է, արտահանող կազմակերպությունը ապահովագրական ընկերությանը դիմում էր, նշելով, որ ինձ, եթե ուզում են նախաարտահանումային ապահովագրություն, այսինքն մինչև արտահանում կազմակերպելի իր համար անհրաժեշտ է որոշակի, ասենք, շրջանառու միջոցի կարիք ուներ։ Դիմում էր, ստանում է որոշակի գումար, մինչև 25 միլիոն դրամի չափ, եւ դա սուբսիդավորվում է նորից զարգացման հայկական հիմնադրամի կողմից։ Երկրորդը, եթե նա արտահանում է կազմակերպում յուրաքանչյուր խմբականակ ապրանքի դեպքում մինչև 600,000 ամերիկյան դոլարին համարժեք, սուբսիդավորում է նորից իրականացվում, երբ արտահանում է կազմակերպում։ Ուրեմն ապահովագրության իմաստը հետեւյալն է. նախ ինքը պետք է ապահովագրի երրորդ կողմի չվճարման ռիսկը, այսինքն որ երկիր, որ կազմակերպություն, որ գնել է, եթե այդ կազմակերպությունը չվճարի հայկական կազմակերպության, այդ ռիսկը ապահովագրում է։ Երկրորդը, երբ որ արտահանվել է, այդ ժամանակ տոկոսադրույքը, որ ստացել է բանկից արտահանող կազմակերպությունը, սուբսիդավորվում է նրա տոկոսադրույքը։ Մեծ տարի մենք փոխեցինք նաև, որ եթե Ռուսաստան կամ ռուսական ռուբլով արտահանում է 6% միջև։ Այսինքն, որպեսզի որոշակի ավելի ռիսկը վերցնենք մեր վրա եւ կարողանանք ավելի հարմար պայմաններ ստեղծել արտահանողներին։ Մյուս կարևոր գործիքակազմը, որ հիմա ներկայումս նաեւ քննարկման մեջ է, ինչը առնչվում է իհարկե նոր զարգացումներին, եթե ասեմ, թե ասեք, էլի 15-ին մասին խոսեք դրա համար, բայց երկու նախադասություն արագ ասեմ, արտահանման աջակցության ծրագրի շրջանակներում հիմա քննարկվում է նաեւ սվոբ գործիքի լայնորեն կիրառումը, կենտրոնական բանկի հետ միասին այս աշխատանքները հիմա իրականացվում են, որպեսզի հայկական կազմակերպությունները, որոնք օրինակ ուզում են արտահանել Ռուսաստան, կարողանան ռուբլով վարկ վերցնել եւ ռուբլով էլ վճարել, չենթարկվեն արտարժույթի փոխանակման ռիսկին։ Այո, Հայաստանում վերցնեն, Ռուսաստանում իրացնեն, Ռուսաստանից վճարում կատարվի, չենթարկվեն ռուբլու եւ դոլարի կամ դոլար դրամ փոխանակման ռիսկին։ Մեկ այլ կարևոր գործիքակազմ հիմա մենք օգտագործում ենք, որպեսզի ռուսական եւ եվրոպական շուկաներում տեղեր հատկացվեն հայկական ապրանքների իրացման համար։ Եվ այսպես շարունակ, դա էլ է շատ հետաքրքիր թեմա, նորից կառաջարկեմ, եթե ծրագրերը քննարկենք դա 100%։ Ինչը վերաբերում է տեխնոպարկին, պարոն Այվազյան, Գյումրի տեխնոպարկը այսօր գործում է իր ամբողջ ծավալով, այո, այսօր չի հասցրել ամբողջությամբ ինքնածախսած ծածկվի։ Նպատակը այս ծրագրի հետևյալն է, որ ինքը առաջիկայում, ասենք 2-3 տարվա ընթացքում պետք է ստեղծի այնքան արդյունք, որ այնտեղ մասնակցությունը լինի ոչ միայն գրավիչ, նաև շահութաբեր այս կառույցի եւ այս կենտրոնի համար։ Զուգահեռաբար աշխատանքներ տարվում են Վանաձորի տեխնոպարկի մասով։ Ասել, որ այս պահին զուտ այս ցուցանիշներով գնահատենք արդյունավետությունը, այդքան էլ ճիշտ չի։ Այո, այսօր մենք բյուջեից ֆինանսավորում ենք եւ դեռ շարունակելու ենք
համաֆինանսավորման որոշակի ծախսեր իրականացնել, բայց նպատակը, որ ինքը դառնա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, ինժեներական կրթության եւ ինժեներիայից արդյունք ստեղծելու, ապրանք ստեղծելու ամբողջ գործընթացը առավել եկամտաբեր դարձնելուն է միտված։ Եվ սա ապագայի միտված ծրագիր է։ Այսօր չենք կարող մենք այս պահին կատարված ծախսերը համարել, այսպես ասած, ոչ նպատակային կամ ոչ արդյունավետ։ Ուրիշ բան, որ գնահատենք ծրագրի իրատեսականությունը։ Այդ ծրագրի իրատեսականությունը գնահատելու համար վերահսկիչ պալատը իրականացնում է ուսումնասիրություն հիմնադրամում եւ կարծում եմ այս ծրագրերի մասով կունենա նաեւ ասելիք։ Պարոն Մինասյան, ինչու են գնում գները։ Ինչի գները։ Ինչու չի գնում գները, ներողություն։ Չի ասում 1-2 միլիարդ մարդ է եկել։ Ինչի է քո շրջանառությունը նում, սպառման, ծավալը։ Դուք նկատի ունեք վիճակագրական առևտրային Ես նկատի ունեմ տնտեսագիտական, պարոն Մինասյան, դուք շատ լավ ջուկում եք, ես ինչ նկատի ունեմ։ Շատ լավ գիտեք ինչ է ես նկատի ունեմ։ Վիճակագրության մասն եք ասում։ Չէ, ես ասում եմ 1-2 միլիոն տուրիստ է եկել։ Այս տուրիստը եկել է ոնց որ ասած եկել ու գնացել է։ Պարոն Այվազյան։ Ոչ մտել է, ոչ ստեղ, ոչ տեղ սրել է, ոչ շրջանշ։ Պարոն Այվազյան, մի րոպե մի բան հասկանամ, հարցադրման էությունը հետևյալն է, որ ինչու է առևտրի շրջանառության ծավալները նվազել, որտեղ նախորդ տարվա ցուցանիշներով նվազում է։ Եթե հարցը սրան է վերաբերում, ապա մենք չպետք է մոռանանք, որ գնանկում է արձանագրված։ Կարող եք ասել, թե սա որքանով է համահունչ տնտեսական զարգացումներին։ Ես որպես էկոնոմիկայի նախարար համարում եմ, որ գնանկումը տնտեսական զարգացումը կասեցնող, աճի ընթացքը նվազեցնող գործընթաց է։ Եթե ունենայինք առավել մեղմ դրամավարկային քաղաքականություն, կունենայինք որոշակի գնաճ, այդ դեպքում դուք չէիք նշի նաև, որ առևտրի շրջանառության ծավալները նվազել են։ Մյուս կողմից չպետք է մոռանանք, որ այո, երկրի տնտեսական կյանքում կարևոր խնդիրներից մեկը մրցակցային միջավայրն է։ Մենք որ խոսում ենք դեմպինգի մասին, ասեմ, որ դեմպինգի եւ առհասարակ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ես այն մարդկանցից չեմ, որ պատասխանատվություն է գցում իր վրայից։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գործադիր ֆունկցիան է, քաղաքականություն մշակողը եւ դիտանցում իրականացնող այդ թվում նաեւ հակադեմպինգի եւ դեմպինգի մասով էկոնոմիկայի նախարարությունը։ Եվ ես որպես էկոնոմիկայի նախարար հետեւողականորեն այս ֆունկցիան ուզում եմ վերականգնել եւ արդյունավետորեն իրականացնել։ Առաջիկայում էլ նաեւ առանձին քննարկում այս ուղղությամբ նորից կունենանք։